Երկրորդ հարցը, որ կուզենայի անդրադառնանք, դա մեր երթևեկության նոր կենտրոնի արված վերլուծություններն են, որոնք որ արդեն իսկ որոշակի մեծ տվյալներ են տալիս, եւ ես կարծում եմ այդ տվյալների հիման վրա մենք հնարավորություն կունենանք կառուցել մեր հետագա անելիքները եւ մեր հավաքագրած տվյալները մոտավորապես 75 միլիոն ուղևորություն ա վերլուծվել 2025 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսներին եւ Երևանում այդ ժամանակ միջինացված արագությունը 25 կմ/ժ էր եւ ընդհանուր առմամբ այս միտումը դեպի ներքև է գնում, այսինքն ավտոմեքենաները, մարդատար ավտոմեքենաների մասին է խոսքը, միջինում երթևեկել են 25 կմ/ժ եւ միտումը գնում է դեպի ներքև 23.5 կմ/ժ է դառնում, ոնց հասկանում եմ, եւ պիկ ժամերին արագությունը կարող է իջնի մինչեւ նույնիսկ 10 կմ/ժ միջինացված քաղաքում, ֆիքսենք, որ մարդու սովորական քայլքի արագությունը 5 կմ/ժ է, եւ այստեղ նաև ամենակարևոր արձանագրումը, կարծում եմ, վերաբերում է կարճ ուղևորություններին մարդատար ավտոմեքենաներով, այսինքն մինչև 2 կիլոմետր ուղևորություններին, որոնք որ բազմաթիվ են քաղաքում եւ իրականում տենց մոտավորապես 15%-ն է ընդհանուրի մինչև 2 կիլոմետր ուղևորություն, իսկ այդ մինչև 2 կիլոմետրների մեծ մաս էլ հենց ընկնում է կենտրոնի վրա եւ կենտրոնում մոտավորապես 35%-ը մինչև 2 կիլոմետր ուղևորությունների կենտրոնից սկսում կենտրոնով ավարտվում է։ Սա կարծում եմ արդեն որոշակի վերլուծական կարևոր նյութեր են, պարոն Գրիգորյան, որոնք որ մեզ հիմք են տալու արդեն պլանավորել մեր հետագա գործողությունները եւ իհարկե սրանք դուք շարունակեք աշխատել եւ արդեն այս վերլուծությունները վերջնականացնելով կսկսեք նաեւ մեր ՆԳՆ գործընկերների հետ վերջնական լուծումներ մեզ առաջարկել, բայց սրանից զատ ավտոբուսային առանձնացված հիմնական գծերը առաջնահերթություն են։ Այսինքն բոլոր պայմաններում, ասեք օրինակ ես այն օրը մի բանի հանդիպեցի, որ բողոքում են, մարդիկ բողոքում են բնականորեն, որ ավտոբուսային գիծը մի գիծ վերցնում է եւ հանրային տրանսպորտը, միայն հանրային տրանսպորտն է կարողանում ուղևորվել եւ այդտեղ հարց է առաջանում մարդկանց մոտ, ինչի իրենք ավտոմեքենաներով գնալով ավելի վատանում է իրավիճակը եւ իրականում դա շատ բնական հարց է, բայց նաեւ ունի շատ բնական պատասխան, որովհետեւ մեր փողոցները չեն հնարավորություն չունեն լայնանալու ավել։ Մենք այո ունենք շինարարություններ, Արշակունյացը միացնում ենք Իսակով պողոտային, ունենք խոշոր էլի նոր կամուրջների կառուցման ծրագրեր Հրազդանի կիրճի վրայով, բայց այնուամենայնիվ Երևան քաղաքի նամանավանդ փոքր կենտրոնի փողոցները ավել լայնանալու տեղ չունեն, եւ եթե մենք տարեց տարի, ամիս առ ամիս ավելի շատ մարդատար մեքենաներ ենք ունենում ուղևորահոսքի մեջ, միակ բանը, որ մենք կարող ենք անել, առաջին բանը, որ մենք պետք է անենք, դա հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում տալ առանձնացված գծեր, որպեսզի հանրային տրանսպորտով ուղևորությունները դառնան էլ ավելի արագ, էլ ավելի հարմար, եւ երկրորդ քաղաքի մուտքերի մոտ եւ տարբեր հատվածներում առանձնացնել այն կետերը, որտեղ որ մենք ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ, որտեղ որ մարդիկ թողելու են իրենց անձնական ավտոմեքենան եւ շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով, որովհետեւ ուղղակի այլ լուծումներ Երևան քաղաքում եւ մնացած այլ քաղաքներում էլ տենց հորինված չեն, այսինքն եթե ավտոմեքենաների քանակը ավելանում է մարդատար, դրա միակ լուծումը այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատի, իսկ ավտոմեքենաները ավելի քիչ պետք է մտնեն այն հատվածներ, որտեղ որ գերծանրաբեռնված է։ Այդ ծանրաբեռնվածությունը պետք է կենտրոնանա հիմնականում հանրային տրանսպորտի մեջ։ Եվ սա է այն ճանապարհը, որով որ միակ ճանապարհը, որով որ մենք կարող ենք առաջ շարժվել։ Պարոն Գրիգորյան, ենթադրում եմ արդեն պարոն Այվազյանի հետ դուք մոտակա աշխատում ենք այդ ուղղությամբ, պարոն քաղաքապետ։
Մոտակա օրերին կներկայացնենք ձեզ ավտոբուսի առանձնացված մի գիծ, նաև եթե հասցնենք կարողանանք գծանշում անել օգոստոս ամսին գոնե մի գիծ ավելացնենք այս տարի։ Այդ մի գիծ ասվածը, պարոն Գրիգորյան, ես կխնդրեմ այստեղ բերեք նաև մանրամասնորեն Սահակաշարով կամ մի հատ վերլուծությամբ, արդեն իսկ վերլուծությամբ։